Ողջույն հարգարժան հետևորդներ, այս ձևաչափով շարունակում ենք քննարկել կարևորագույն հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգերին։ Զրուցելու ենք հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մերաբյանի հետ այս ձևաչափով սա մեր երկրորդ հաղորդումն է, քննարկումն է, ես Արման Բաբաջանյանն եմ, հանուն Հանրապետության կուսակցության նախագահ, ողջույն։ Ողջույն։ Մեր երկրում եւ երկրի շուրջ կարևոր եւ թեժ խմորումներ են, զարգացումներ են, արժի թերևս որպեսի մենք հասկանանք դրանք որքանով են իրար կապված, որքանով միտված առաջիկա գործընթացներին մեր երկրի ներքին քաղաքական կարևոր, ես կասեի ճակատագրական պրոցեսներին իմ ուշադրությունը գրավեց նախորդին Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալի արած ուշագրավ հայտարարությունը, ըստ որի նախ խոսվեց, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները իրենց ոգևորում են, այդ հարաբերություններում հաստատված դրական միտումները, իհարկե Ռուսաստանը հիշեցրել է, որ դրա մեկնարկը տրվել է Ռուսաստանում, առնվազն առաջին հանդիպումը Քլչ Ռուբինյան ձևաչափով տեղի է ունեցել Ռուսաստանի մայրաքաղաքում, եւ մենք այո սկզբնական շրջանում տեսնում էինք, որ Ռուսաստանը ահռելի նաեւ շահագրգռություն ունի, որպեսզի Հայաստանը եւ Թուրքիան հարաբերությունների գոնե այսպես տանելի մակարդակ ունենան։ Մենք հետո տեսանք, որ ավելի ու ավելի Հայաստանը եւ Թուրքիան ձգտեցին այդ հարաբերությունները առավելապես երկկողմ ձևաչափով կառուցել, թույլ չտալով, որպեսզի երրորդ կողմերը ձեռքերը տաքացնեն հայ-թուրքական կոնֆլիկտի վրա, ինչպես դա եղել է միշտ։ Իդեպ սա վերաբերում է ոչ միայն Ռուսաստանին, նաև բոլոր շահագրգիռ ուղղություններով եղել է մշտապես այդպիսի ներգրավման ցանկություն։ Եվ Միացյալ Նահանգների կողմից, եւ Եվրամիության կողմից։ Այստեղ ամենակարևորը, որպեսզի Հայաստանը կարողանա տեսնել, թե այդ պահին իր շահը ում հետ է համընկնում եւ նրան ավելի մեծ նախապատվություն տա։ Բայց ես հայ-թուրքական հարաբերությունների մասին չեմ ուզում խոսել, Գալուզինը, արտգործնախարարի տեղակալը, ըստ էության հիշեցրել է, որ Ռուսաստանը բաց է պահում Հայաստանի եւ Ադրբեջանի համար ուրեմն բանակցությունները շարունակելու հարթակը, ռուսական հարթակը եւ առաջարկել, որպեսզի վերջնական ուրեմն պայմանավորվածությունները, որոնք նաև կարող են ավարտվել պայմանագիրը պայմանագրի ստորագրմամբ, այո, ռուսական վերջնական ստորագրությունը լինի հարթակն է առաջարկել։ Ես ճիշտ ասած շատ ուզում եմ խոսել, որ մենք խոսենք առավելապես այն համարձակության վրա, որ ռուսները իրենց թույլ են տալիս, այո, եւ դրանք փորձենք կապել նաև Հայաստանի ներքաղաքական պրոցեսների հետ։ Ի վերջո մենք հասկանում ենք, որ առանց այդ պրոցեսներին նոր լիցք հաղորդելու, նոր շունչ հաղորդելու, նոր ավյուն հաղորդելու եւ Հայաստանի ներսում ստատուս քվոն ֆունդամենտալ փոփոխության առանց ֆունդամենտալ փոփոխության ենթարկելու դժվար է պատկերացնել, որ ուրեմն այդ հարթակը կարող է կրկին ընդհանրապես որևէ արժեք ներկայացնել Հայաստանի համար։ Բայց մենք տեսնում ենք, որ դրան նախորդում է բայց այստեղ կան նաև այլ ազդեցություններ եւս, որոնք ուղղակի թույլ չեն տա Ռուսաստանին դիրքավորվել իր համար իր ընկալմամբ այդքան շահեկան ձևով եւ ուղղակի թույլ չեն տա, որովհետեւ օգոստոսի 8-ից հետո տեղի են ունեցել, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը կասեր, անշրջելի գործընթացներ, որոնք այլ տարբերակ չունի Ռուսաստանը քան ուղղակի ընդունել եւ այո մերթ ընդ մերթ սեփական սիրտը հովացնելու համար նման հայտարարություններ անել, մենք էլ դա կոչենք ցինիզմ։ Բայց մեծ հաշվով Ռուսաստանի այս հայտարարությունը ուղղակի հերթական պասն է իր պրոքսիներին Հայաստանի ներսում թեման տակ պահելու համար։
Բայց դա հաջորդում է Ալիև-Պուտին, այսպես հարաբերությունների հաշտեցման։ Իբր։ Տեսեք, մեծ հաշվով ուղղակի ռուս-ադրբեջանական Գոնե մի տարի Ռուսաստանը այսպիսի հայտարարություն չի արել։ Այդ հայտարարությունը արվում է Պուտինի ստորացման, հրապարակային ստորացման եւ հրապարակային ներողություն խնդրելու, Ալիևից ներողություն խնդրելու այդ ուրեմն տեսարանից եւ Դուշանբեում տեղի ունեցած այդ ուրեմն բեմադրությունից հետո։ Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի աշխարհակահաղական կշիռը ավելի ու ավելի անփոխարինելի է դառնում Ռուսաստանի համար, շատ լավ հասկանալով, որ դեպի հարավ, դեպի Իրան անցման համար Ադրբեջանը անփոխարինելի, իհարկե գործընկեր է Ռուսաստանի համար, իհարկե միջին միջանցքի համար եւս Ադրբեջանը չունի այլ ընտրանք եւ բոլորը հասկանում են այդ աշխարհակահաղական կարևորությունը եւ հասկանում են, որ ընդհանրապես այդ միջին միջանցքի նկատմամբ վերահսկողությունը առանց Ադրբեջանի համաձայնության անկարելի է եւ այստեղ թույլ օղակը իհարկե պահպանում է Հայաստանը եւ Ռուսաստանը կարծում է, որ իր ունեցած քաղաքական եւ տնտեսական ազդեցությունները բավարար են օրինակ, որպեսզի Հայաստանի ներսում բեկում իրականացնելով բեկել ողջ տարածաշրջանային զարգացումների տրամաբանություն։ Այսինքն այնինչ տեղի է ունենում Հայաստանի ներսում, ամենևին Հայաստանի հարցերը միայն չի վճռվում, շատ ավելի խոշոր գործընթացների մեկնարկ կարող է տրվել։ Այո, որովհետև եւ այս ամենը Ռուսաստանի կողմից լայնորեն խրախուսվում եւ խրախուսվելու է, նաեւ մեր ամբողջ այս ներքաղաքական դիսկուրսը ներծծված է Ռուսաստանին առնչվող թեմաներով որպես թոփ թեմա։ Եվ այստեղ ակնհայտ է դառնում, թե ով ինչ է ուզում։ Եվ ընդհանրապես Ռուսաստանի թեման այստեղ լակմուսի դեր է կատարելու, այսինքն օրինակ վիլայետ թե գուբերնիա, ֆրանսիական անվտանգության երաշխիք առանց ուղիղ խոսելու ռուսական այսպես դավաճանությունների եւ ռուսական ներկայության վերաբերյալ նրանց գործած ուրեմն հանցանքների մասին եւ օրինակ նաեւ եկեղեցականների այդ թվում բարձրաստիճան եպիսկոպոսի երկամսյա կալանքի տանել այս process-ները բոլորը մեկ ընդհանուր այսպես շղթայի տարբեր օղակներ են մեկ ինտեգրալի ներքո գտնվող այսպես մի որոնք ըստ ձեզ մեկ նպատակ ունեն ստատուս քոյի ներքաղաքական ստատուս քոյի փոփոխություն այո եւ տարածաշրջանային ստատուս քոյի փոփոխության խափանում Հայաստանի միջոցով ռուսները ըստ էության մենք Մոլդովայում էլ տեսանք որ այս շրջափուլի պատմական ընտրությունները հետխորհրդային երկրներում Ռուսաստանը ուղղակի դիտարկում է որպես իր վերջին ճակատամարտ պատմական։ Մոլդովայում նույն վիճակն էր, Հայաստանում էլ Ռուսաստանի մոտեցումները լինելու են նույնը եւ Մոլդովայից հետո այո Ռուսաստանն իր ողջ ներուժը ուղղելու է այստեղ, ընդ որում խտրականություն չդնելով միջոցների միջև։ Սա ակնհայտ է եւ օգտագործելու է եւ օգտագործում է թե իր հովանու ներքո գտնվող Forbes-ի ցուցակը հայկական ազգանուններով թե կրիմինալը թե տերորիստների նախապատրաստման այդ բազաները եւ նաեւ այո Ռուսաստանի հայ համայնքը մենք երբ խոսում ենք 44-օրյա պատերազմի զոհերի մասին եւ գիտենք զոհերի շատ կոնկրետ ճշգրիտ քանակը եւ մեր աչքը մտցնում են 5000 ուրեմն 6000 հայ է զոհվել
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի այս հանցավոր պատերազմը, դե թող գնան դրա համար պատասխան տան եւ հաշիվ պահանջեն, թե հանուն ինչի։ Հետևաբար մենք պետք է շատ լավ պատկերացնենք այն ռուսերեն որ ասում են մատչասցա, մենք ինչի հետ գործ ունենք, ինչ սուբստանցիայի հետ գործ ունենք, ինչ է այն ընդունակ եւ ինչ է իրականում ուզում։ Երբ խոսում են Ֆրանսիան կարող է, Ֆրանսիան չի կարող, Ֆրանսիան ցանկանալու է, թե Ֆրանսիան չի ցանկանալու, այստեղ շատ կարեւոր է հասկանալ մենք դա ինչի հետ ենք համեմատում։ Ինչ է ուզում իրականում Ռուսաստանը, ինչ է կարող իրականում Ռուսաստանը եւ ի վերջո այս ամենի արդյունքում ի վերջո այս խոսակցությունն իմաստ ունի, երբ մենք հասկանում ենք, թե մենք ինչ ենք ուզում եւ մենք ինչ չենք ուզում։ Բայց մենք հետևություններ անում ենք ամենակարևորից կարենալ, ուզենալ, սրանք բոլորը այսպես շատ երևութական են, իսկ ինչ ունենք գետնի վրա, արված։ Այսինքն Ռուսաստանը այո, դեկլարատիվ հայտարարություններ է արել, որ շարունակում է օրինակ դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ, ռազմավարական գործընկերություն Հայաստանի հետ, բայց մենք տեսել ենք դիվանագիտական գետնի վրա ուղղակի խայտառակ դավաճանություն Հայաստանին, մենք տեսել ենք Ռուսաստանի պահվածք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, մենք տեսել ենք քվեարկություններ Հայաստանի դեմ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում դեռ երբ իրենք այնտեղ վերադարձել էին մի պահ եւ քվեարկում էին Ադրբեջանի եւ Թուրքիերի հետ։ Նույն այո, ես շատ լավ հիշում եմ այդ քվեարկությունը։ Մենք այդ չենք կարող մոռանալ, այսինքն երբ որ այս ընդհանուր համատեքստից կտրվում եւ խոսվում է օրինակ թե ինչ կարող է մեզ առաջարկել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ միջուկային տերություն Ֆրանսիան, երբ ըստ էության առավելապես 2020 թվականի պատերազմից հետո այդ երկրի ամբողջ քաղաքական վերնախավը, իդեպ բոլոր նրանք, ովքեր իշխանություն են եւ իշխանություն չեն, խորհրդարանում են եւ խորհրդարանում չեն, բոլորը եղել են համախոհ, որ պետք է գտնվել Հայաստանի կողքին եւ մենք տեսել ենք բոլոր այն սարկաստիկ հայտարարությունները, որոնք այսօրվա այս շրջանակի կողմից մենք լսել ենք Ֆրանսիայի դեմ, դրան հակառակ Ֆրանսիան ամեն օր ավելի գործնական քայլեր է ցույց տվել, թե ինչպես կարող է հապկ անդամ Հայաստանին բարձր տաբու կոտրել։ Այո, նշանակության, տեխնոլոգիական եւ ուրեմն կարեւորության սպառազինություն կարող է մատակարարվել, վաճառվել Հայաստանին, սա նախատեսել խոսենք նրա մասին, թե ինչպիսի անմիջականորեն, այո, եւ ատաշե նշանակել եւ պաշտպանության նախարարությունում ներկայացուցիչ նշանակել, որպեսզի ամենօրյա ռեժիմով այդ աշխատանքները կարողանան կատարվել։ Հետախուզական ահռելի տեղեկությունների նաև կիսում Հայաստանի հետ։ Ի վերջո մենք հասկանում ենք, որ անվտանգություն, պաշտպանություն, բանակ անկարելի է կառուցել առանց հետախուզական տվյալների, իսկ մենք հասկանում ենք, որ տիեզերքում այդ տեսակ կարողություններ ունեցող երևի եզակի երկրներ կան եւ Ֆրանսիան այդտեղ առաջատարներից է։ Եվ այս կամարական խոսակցությունը Մալիի օրինակ բերելը, որ ընդեղից ֆրանսիացիները ճողոպրել են եւ ընդամենը փաստորեն դրան այլընտրանք է փնտրում Ֆրանսիան եւ Կովկասը կարող է լինել այդ ուրեմն կետերից մեկը, որտեղ ռուսական ռոպագանդայի այսպես նարատիվ էր ներմուծված եւ հիմա դա հայերեն թարգմանված ձևով, այո, բարբերաբար շրջանառվում է հայկական այսպես կոչված մամուլում։ Ձեր այդ ասածը։ Դե չէ, սա մամուլի շրջանառում չէ, սա արդեն քաղաքական դիսկուրս է եւ փորձ է արվում նաեւ սա ներմուծել առաջիկա քաղաքական գործընթացների ուրեմն վերակենդանացում, այո, խոսելու եւ նսեմացնելու Ֆրանսիայի դերակատարությունը, իդեմս Ֆրանսիայի նաեւ ընդհանրապես արևմուտքի հետ Հայաստանի ունեցած հարաբերությունները, դրա ամբողջ ծավալը։ Ի վերջո հասկանում ենք, որ նաև Մալիի պարագան ունի պատմական անցյալ, պատմական հիշողություն եւ այդ ժողովուրդը ունի գաղութատիրական այդ բերի նաև ծանրությունը եւ իրենց գործողությունները բոլորովին այլ մոտիվներ ունեն եւ ֆրանսիացիները հանձնել են
իրենց առաքելությունը, օքեյ, մենք գնացինք։ Այն ինչ որ ռուսները պետք է անեին ստեղ այն ամենից հետո ինչ տեղի ունեցավ, բայց այդքան այսպես ազնվություն, պարկեշտություն չունեն, որ չափով ունեն ֆրանսիացիները։ Նույնը իդեպ Մալին բացառիկ դեպք չէ։ Նիգերը, Բուրկինա Ֆասոն եւ ընդհանրապես ֆրանսիական Աֆրիկան նախկին այդ երկրները, այդտեղ մենք տեսնում ենք, այո, ֆրանսիական ներկայության ճգնաժամ կա, որ իր պատմական հիմքերն ունի։ Եվ դա որևէ կերպ համատելի չէ Հայաստանի հետ եւ Հայաստանի ունեցած եւ պատմական եւ պատմաքաղաքական եւ մշակութային եւ քաղաքակրթական ժառանգությունը։ Ի վերջո մենք Կիլիկյան Հայաստան ունենք, որտեղ ահռելի կապերով մենք նաեւ այդ հիշողության եւ ժառանգության հաշվին Ֆրանսիային բոլորովին այլ նշանակություն եւ կարեւորություն ենք տվել։ Եվ այստեղ հատկապես կանգ առնելով Ֆրանսիայի վրա մենք հասկանում ենք, որ թիրախում ընդհանրապես բոլոր երկրներն են բացի Ռուսաստանից։ Այո։ Նպատակը իրականում ցույց տալն է, որ որքան էլ Ռուսաստանը դավաճան է, որքան էլ Ռուսաստանը արցախցիներին միայնակ թողեց ամբողջ այդ ուրեմն բլոկադայի շրջանում, այդ ծանր ուրեմն շրջանում Ռուսաստանը ուղղակի զբաղված էր Ուկրաինայում պատերազմով եւ այլն, եւ մենք պարտավոր ենք ուրեմն ըմբռնումով մոտենալ Ռուսաստանի առաջ ծառացած մարտահրավերներին եւ աշխարհի ուրեմն այն ամբողջ մարտահրավերներին, որ հիմա առաջադրվել են Ռուսաստանին, ու մենք պետք է ուրեմն այլ վերաբերմունք ունենանք Ռուսաստանին եւ ձեռք պիտի բարձենք, պիտի կռանանք եւ նրանց կրկին վերադարձնենք տարածաշրջան, թույլ տանք, որպեսզի իրենք անցնեն իրենց այն պարտականություններին, որոնք ցախողել, որոնք տապալել են մեր պատճառով։ Մենք ենք մեղավոր։ Ռուսական դավաճանության համար Հայաստանն է մեղավոր։ Եվ այստեղ ուզում եմ որպեսզի ամփոփենք այդ նարատիվները եւ այդ պնդումները, ու գանք նաեւ մեր անելիքներին, ինչ մենք չենք արել, որ թույլ է տվել նաեւ որպեսզի այս պարազիտ խոսակցությունը ընդհանրապես մեզանում տեղի ունենա, որտեղ պատկերացնում եք 20 թվականից ի վեր մենք 5-րդ տարվա մեջ ենք, ի վերջո նաև դե յուրե պիտի որոշ իրողություններ փոխվեին։ Եվ այդ փաստը, որ այդ փոփոխությունները տեղի չեն ունեցել, հույս է շարունակում այսպես պահպանել եւ գայթակղություն։ Այո, որ ուրեմն ամեն ինչ հնարավոր է վերադարձնել։ Ուրեմն անշրջելի չէ, ուրեմն շրջելի է։ Մինչդեռ պատմականորեն անշրջելին մենք ուղղակի ամրագրելու համար հավելյալ կամքի անհրաժեշտություն ունենք, հա։ Ռուսաստանը, այո, առաջիկա 8 ամիսների ընթացքում փորձելու է մեզ վրա հարձակվել մեր ներսից։ Մենք սիրահոժար կերպով Ռուսաստանին այսպես մեծահոգավար ընձեռել ենք այդ հնարավորությունը։ Որովհետև դրսից հարձակումը այս պահին գոնե բացառված է, Ադրբեջանը որպես փոթգործիկ այլևս հրաժարվում է Հայաստանի դեմ ուրեմն օգտագործվել, ուրեմն ինչ պիտի անենք, Հայաստանը ներսից պիտի հարձակման ենթարկվի։ Բայց ռուսական նարատիվները, քանի որ ինքնին թույլ էին եւ դրա համար էր, որպեսզի նրանք լինեն կենսունակ, ռուսական հիբրիդային պատերազմում այսպես ռազմական բաղկացուցիչը, հա, որպես այդպիսին օգտագործվում էր Ադրբեջանի բանակը, հիմա Ռուսաստանը այդ ուժային բաղկացուցչի խիստ կարիք ունի։ Որն է դա լինել, Ռուսաստանը չունի դրա պատասխանը։ Այո, դա կարող են լինել տերորիստական խմբեր ապրիորի, հա, որոնք այնտեղից կուղարկվեն այստեղ կամ կրիմինալ։ Որովհետև Ռուսաստանին այսօր հետաքրքիր չի, ինչպես եւ Մոլդովայում, ինչպիսին կլինի վաղվա վարչապետի անուն ազգանունը։ Միևնույնն է, բայց Ռուսաստանի համար այստեղ պետք է քաոս։ Այստեղ պետք է իրավիճակ, երբ Հայաստանը կդառնա դիսֆունկցիոնալ, որը քաղաքական առևտրի համար արդեն արտաքին քաղաքական սուբյեկտների կողմից նոր դաշտ կբացի։
Սա է պետք Ռուսաստանի։ Այսինքն հնարավոր է, որ օրինակ Ռուսաստանը ստեղծի այնպիսի պայմաններ, որի պարագայում նույնիսկ պետք չլինի Հայաստանում իշխանություն փոխել։ Իշխանությանը հակի այնպիսի լուծումների, որոնք որևէ կերպ այլևս այո, եւ եթե մեծ մոտ այդ կրիմինալիզացիան հասնի այն մակարդակի, ինչպես ասենք Շևարդնաձեի իշխանության սկզբում էր Վրաստանում, երբ Շևարդնաձեն նստած նախագահական պալատում դիմացի մայթի թաղամասը չէր վերահսկում եւ այնտեղ մի օրենքով գող պետք է լիներ, որը վերահսկեր, որ այնտեղ ասենք մարդ չսպանեին։ Եվ Հայաստանին հրավիրում էր վերահսկել իր դիմացի մայթը։ Հա, երբ որ Ադրբեջանը գալիս էր ու պայթեցնում էր մեր կոմունիկացիաները, հայերն ասում են, ես ինչա կատարվում, նա էլ ասում էր, ես ոչինչ չեմ կարող անել, կուզեք դուք եկեք ինչ ուզում եք արեք, որ թույլ չտաք։ Ես ձեր կողմից եմ, բայց ավել բան չեմ կարող անել։ Այս վիճակը ստեղծելու համար պետք է մի բան մեծացնել կրիմինալի մասնակցությունը ընդհանրապես հասարակական, քաղաքական եւ տնտեսական կյանքում եւ հանդուրժել դա եւ որ պետությունը դա հանդուրժի։ Լավ, այդ ամենը ինչ կապ ունի փողի, օլիգարխիայի, հարուստների, Ռուսաստանից եկած այսպես հյուրախաղերով Հայաստան ներմուծված այս քրյա օլիգարխիայի կրիմինալի եւ եկեղեցականների դե տեսեք, եթե տնտեսության արյունատար համակարգը դա փողն է, կրիմինալի արյունատար համակարգը կրիմինալ փողն է, կեղտոտ փողը, չհաշվառված փողը, պետության կողմից չվերավես հսկվող փողը, հիմա էլ մանավանդ կրիպտո արժույթի հնարավորությունները կան, իսկ պետությունները ապրիորի նոր են ադապտացվում այդ ոլորտը վերահսկելու համար եւ այնպես չի որ պատշաճ մակարդակի այդ ամենը հասել, այո նրանք անում են եւ անելու են այլ բանը իսկ մենք ինչ ենք անում։ Հիմա ինչ նշաններ ենք մենք տեսնում կրիմինալի եւ մենք հասկանում ենք որ դա պետության Հայաստանի ամենաթույլ օղակն է, դատաիրավական, ընդհանրապես իրավապահ համակարգի անկատարությունը եւ ռեֆորմների տոտալ ուղղակի ձախողումը այդ ասպարեզում թույլ է տալիս օրինակ այս նախընտրական այս կարևոր հանգրվանում կրիմինալի ակտիվացում, կրիմինալի դրսևորումներ, մենք տեսնում ենք արդեն Մերձավանի սպանություն, որտեղ կրիմինալը ոչ միայն կարողացավ այս տարի վերընտրվել, վերստին ստանձնել պաշտոնը այդ համայնքում, պետությունը չկարողացավ անհրաժեշտ պաշտպանություն իրականացնել ժողովրդի տված քվեի, մենք տեսնում ենք նաև այդ սպանությունից հետո զարգացումներ Մերձավանում, խայտառակ զարգացումներ, որտեղ պետությունը լուրջ անելիքներ ունի եւ մենք այդ անելիքների նաեւ նշանները չենք տեսնում։ Մամուլում սպրդում են տեղեկություններ, որ քրեակատարողական հիմնարկում են շարունակվում որոշ այսպես զարգացումներ Մերձավանի արձագանքները, բայց սա ինչու եմ ես վկայաբերում Մերձավանը, որտեղ մենք տեսանելի որպես իրողություն Մերձավանը ամենաթարմ եւ ամենաշոշափելին է շատ ավելի խորքային գործընթացներ կան որոնք Աբովյանում ենք տեսնում, Չարենցավանում ենք տեսնում, ի վիճակի չեն ընկալել, որ դա ընդհանուր պատկերի եւ ընդհանուր գործընթացների նաեւ տրամաբանության մեջ է քաոս, անորոշություններ, ապաթիա, հիասթափություն, գործող իշխանության, ընդհանրապես պետության, ընդհանրապես ինքնիշխանության, անկախության վերաբերյալ համատարած անվստահություն ձևավորել, որպեսզի այլևս հանրությունը եւ մեր ժողովուրդը ի վիճակի չլինի պայքարել եւ հույս կապել ընդհանրապես պետության հետ։ Ուրեմն օրինականության պահպանման սեփական հնարավորությունների հետ, սեփական ժողովրդավարական կարգերի հետ,
անկախության հետ, ինքնիշխանության հետ, խաղաղության հետ։ Եվ խաղաղության հետ վերջին ասել է խաղաղություն։ Խաղաղություն, որը ասոցացվում է պարտության հետ, որը ասոցացվում է հիասթափությունների հետ, որը ասոցացվում է ուրեմն ապատիկ տրամադրությունների, անկումային այս ամբողջ հույզերի տոտալ շքերթի հետ եւ մենք հիմա օրինակ այցելում ենք մարզեր, քաղաքային բնակավայրեր։ Մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք խաղաղություն, մենք նույնիսկ չենք էլ քննարկում խաղաղության բարիք լինելը, խաղաղության արժեքը, որովհետեւ դա ապրիորի այդպես է, բայց այստեղ առաջանում է երկրորդ հարցը։ Լավ, խաղաղություն, ապրեք, զորանաք, ինչ անենք այդ խաղաղության հետ։ Այո, ուրախ ենք եւ սա մեծ նվաճում է, որ մեր սահմանին տարի ու կես զինվոր չի զոհվում։ Բայց մենք տեսնում ենք մեր քաղաքներում կրիմինալի ձեռքով կամ կրիմինալ իրավիճակներում զոհվում են քաղաքացիներ։ Էլ դանակից, էլ անչափահասներ կամ չափահասությունը նոր բոլորած մեր քաղաքացիներն են իրար սպանում, այդ թվում նաև ասենք Արցախից մեր հայրենակիցների ուրեմն այդ բռնագաղթի ենթարկված այդ շրջանակներից 17-18 տարեկան, բայց այս ամենը մեծ հնչեղություն ստանալով նաև պետությունը մենք տեսնում ենք, որ պատշաճ կերպով չի կոմունիկացնում այս հարցերը, ղեկը պինդ չի պահում ձեռքը այս ամենը։ Այսինքն խաղաղության այս գործընթացի հետ այն հատվածները, այն թույլ օղակները, որտեղ որ պետությունը ձախողել է, այդտեղ լրացվում է ուրեմն կրիմինալով եւ կրիմինալ այս ամբողջ գործողություններով։ Վակուումը ունի հետեւյալ հատկությունը։ Այդ վակուումը կամ լրացվում է պետության կողմից, իսկ եթե պետության կողմից չի լրացվում, այդ վակուումն ինքն իր մեջ քաշում է աղբը։ Սա օրինաչափություն է ուղղակի։ Հետևաբար մենք խաղաղություն սահմաններին պետք է տրանսֆորմացնենք խաղաղության ներսում, բայց մենք տեսնում ենք խաղաղությունը ինչպես ենք մենք կապիտալիզացնում եւ մոնետիզացնում եւ արդյունքի վերածում բարեկեցության համար, զարգացման համար, աշխատատեղերի համար, արտադրական հզորությունների համար, արդյունաբերության համար, զարգացման ռազմավարությունների մեծ ամենը նյութականացնում համար գնալ գույքագրել ի վերջո կարիքներ յուրաքանչյուր քաղաքի, յուրաքանչյուր բնակավայրի համար մշակել ռազմավարություն ու քաղաքականություն եւ հասկանալ, թե ինչպես պետք է խաղաղությունը ամենօրյա ռեժիմով ավելի ու ավելի շոշափելի ու տեսանելի դառնա մեր սահմանային բնակավայրերում, մեր բոլոր քաղաքներում եւ գյուղական բնակավայրերում։ Այն ինչ մենք չենք տեսնում եւ ոչ միտեղ, նույնիսկ Երևանին ամենամոտ բնակավայրերում, Չարենցավանում եւ Հրազդանում ենք եղել, որտեղ անհուսության նույն մակարդակն է, ինչ որ օրինակ Վարդենիսում է կամ նույնիսկ Ալավերդիում, որտեղ հանքեր են շահագործվում, որտեղ միլիոնավոր դոլարներ են ներդրվել եւ ոչ մի սոցիալական պատասխանատվության բեռ չի դրվել այդ հանքերը կորզող ընկերությունների դեպ ռուսական կրկին ոչ պատահականորեն ռուսական ընկերությունների վրա եւ այստեղ եւս պետությունը անելիք ունի հավասարապես, որտեղ եթե հեծը ազգայնացնելու գործընթացը եւ այնտեղ ահռելի ապօրինությունների մի խայտարակը շրջանակ է ամեն օր մեզ հրամցվում, վստահ եմ, որ ռուսական կապիտալի ցանկացած այսպես օղակ նույն կեղտի մեջ նույն ապօրինությունների կրիմինալի մասնակցության անհերքելի ապացույցներ կլինել եւ պետության ֆունկցիաներ գնալ սրանց հետևից եւ մաքրել պետության եւ ընդհանրապես մեր տնտեսությունը այդ կոռուպցիոն այդ հանգույցներից ոչ թե պետությանը մասնակից դարձնել դրանց, ավելին ոչ թե օրինակ ձեր մատնանշած ռուսական երկաթուղու վնասները պետության միջոցներից փոխհատուցել։ Այն ինչ Քոչարյանի ժառանգությունը ուրեմն պայմանավորել էր դեռ 2007-8 թվականներին հաստատված կոնցեսիոն կառավարման
պայմանագրով եկեղեցի եւ եկեղեցականներ իշխանություն հարաբերություններ եւ այս բոլորը փորձ է արվում ցույց տալ որպես պետություն եկեղեցի դիմակայություն դա այդպես չէ ինչ է տեղի ունենում եւ ինչ պիտի տեղի ունենա սրանից հետո եւ այս բոլորը ինչքանով կապ ունի անցյալի հետ եւ ինչ կապ ունի ապագայի հետ եւ ինչ է կանխում այս բոլորը ինչ կապ ունի անցյալի հետ, ուղիղ կապ ունի անցյալի հետ, որովհետև Գարեգին երկրորդի ուրեմն օծումից սկսած Հայաստանում ձևավորվում էր կրիմինալ դիկտատուրա։ Եվ եկեղեցին ինտեգրվեց այդ կրիմինալ դիկտատուրայի կառուցվածքում որպես անհրաժեշտ օղակ եւ երբ 2018 թվականի հեղափոխության որը այդպես էլ պարզ չի ինչի հեղափոխություն է, հա միայն որ ոչ բռնի է եւ ժողովրդական է, կարծեք թե էլ ինչ պիտի լիներ բայց որ հակակրիմինալ էր, ժողովրդավարական էր, հակակոռուպցիոն էր, այդ ամենի մասին ձեն չկա։ Մենք հիմա տեսնում ենք նաև այդ կրիմինալ դիկտատուրայի այդ մնացուկների կողմից ռևանշի փորձ ներսում եւ եկեղեցին որպես ինտեգրված լինելով դրա մաս վերնախավը ես նկատի ունեմ, այո, համերաշխ է նրանց հետ մնացածը դետալներ են արդեն այդ ընդհանուր խճանկարում։ Լավ, մենք հասկանում ենք, որ նախորդ իշխանությունները ինչ որ իմաստով նաև իրենց ներքին լեգիտիմությունը փորձում էին լրացնեին եկեղեցու մասնակցությամբ եւ եկեղեցուն իրենց շրջանակի մեջ ներքաշելով, հասկանում ենք, որ քրեա օլիգարխիան այսպես սերտորեն նաև իր հյուսվածքներով տենց պրո եկեղեցական էր եւ պրո էջմիածնական։ Հիմա գործող իշխանությունները ունեն լեգիտիմության չափաբաժին, իրենց անհրաժեշտ, դրա կարիքը չունեն։ Եկեղեցին էլ այդտեղ իր համար անհարմարություններ են սկսվում, որտեղ ընդհանուր պալիտրայի մեջ քաղաքական, հասարակական իրենք չեն տեղավորվում եւ ավտոմատ իրենք հայտնվում են մյուս ճամբարում։ Հիմա անցյալի հետ կապված, քանի որ մեղադրանքներն էլ կարծես 2021 թվականին են 21 թվականին են առնչվում, ինչի հետ համաձայն չէ։ Որ իշխանությունը պատշաճ հարգանք չի դրսևորել եկեղեցու նկատմամբ, եկեղեցու օգնությամբ իր լեգիտիմությունը վերադառնալու կամ կախում չունի եկեղեցու։ Այն ինչ նախորդ իշխանությունները ունեն, հիմա հանրապետական կուսակցությունը ամեն օր եկեղեցի էին գնում եւ կարիք ունեին եկեղեցու կաթողիկոսի անընդհատ ներկայության իրենց բոլոր միջոցառումները, որպեսզի ցույց տան, որ իրենք ունեն համահայկական հոգեվորականի իրենց բոլոր արարողություններում, եթե հիշում եք, չգիտեմ այդ ճրագալույցին էին պարտադիր ինչ-որ պետական բան էին տալիս, չէ, շուք էին տալիս այդ բոլորին, դա պատահական չէր, դրանք բոլորը շատ կոնկրետ քաղաքական նպատակ ունեին եւ եկեղեցին գիտակցաբար տալիս էր իր օրհնությունը այդ կեղեքող, այդ հարստահարող, այդ հակապետական ուրեմն իշխանությանը եւ աչքեր փակում բոլոր ապօրինությունների վրա իսկ պայքարողներին այդ ապօրինությունների դեմ ինչ էր անում կոչ էր անում չգիտեմ օրենք չխախտել լավ ես չեմ տեսել որևէ անգամ բեափառը օրինակ հետապնդումների ենթարկվող կամ դատապարտված կամ զոհերի այդ տարիների զոհերի հարազատների որևէ ընդունելություն լինի մայրաթորում վեհապարը նրանց անհրաժեշտ ուշադրություն հատկացնի հայրապետական օրհնություն բաշխի մինչդեռ մենք տեսնում ենք այսօր այս քաղաքական շրջանակներին սպասարկող քաղաքացիական շրջանակներ, իրավաբաններ եւ ամեն օր ուրեմն համացանցում կեղծ տեղեկություններ տարածող նախկին արդարադատության նախարարի ու չգիտեմ գլխավոր դատախազի տեղակալի խուժանության այս բոլոր ուրեմն հեղինակներին վեհապար ընդունում է աուդիենցիայի իրենք անհրաժեշտ հայրապետական օրհնության են ենթարկվում այս բոլորը
շատ կարևոր իրողություններ են, որոնք առաջին հայացքից գուցե գիտակցական մակարդակում այսպես վարքագծի վրա մարդկանց հասարակության չի անդրադառնում, բայց մենք տեսնում ենք, որ փողոցում ակտիվություն չկա, նաև որովհետև ներքին համոզում չկա, որ եկեղեցին ժողովրդի իրական կարիքների, իրական պետքերի կողքը կանգնած է։ Եվ ցավոք սրտի հեղինակություն չունի։ Այո։ Ինչը ամենասարսափելին է, ի վերջո սա մեր եկեղեցին է, մեր ինքնության մասն է, եւ ես շատ պիտի ուզեի, որ նաև ժողովուրդը տարբերեր եկեղեցին եկեղեցականներից եւ ես հույս ունեմ, թեկուզ եւ բարձրացում ժողովրդի այս пассивությունը որոշ իրողությունների վերաբերյալ մեծապես պայմանավորված է հենց նրանով, որ ժողովուրդը կարողանում է զանազանել եկեղեցին եւ եկեղեցականներին եւ շատ լավ ճանաչում է եկեղեցականների վարքագիծը եւ մեծապես նաեւ իր քայլերը, որոնք մեկնաբանվում են որպես եւ քննադատության առարկա են դառնում շատերի կողմից, ավելի հասուն, ավելի իմաստուն վերլուծության արդյունք են։ Ժողովուրդը հասկանում է, որ սա պետության եւ իշխանության կռիվ չէ, որ սա իրականում ընկալումների գործող իշխանության ուրեմն եւ կոնկրետ առանձին եկեղեցականների միջև դիմակայություն է, որի հիմքերը եւ որի պատճառները եւս Հայաստանում չեն, դրանք դրսից եկող պատճառներ են եւ հատկապես մոլդովական որոշ վերլուծություններ էի կարդում Մոլդովայի իրողությունների համար նախընտրական, որտեղ եկեղեցին եւս ակտիվ դերակատար է։ Մոլդովայի ուղղափառ եկեղեցու հետ ձեր նշած քրեական շրջանակները շատ նույնական եւ սերտ աշխատում էին ընդդեմ գործող իշխանությունների, ովքեր ամեն գնով պաշտպանեցին ժողովրդավարությունը երկրում, թույլ չտալով շատ ու շատ քաղաքական ուժերի նույնիսկ մասնակցել այդ ընտրություններին, շատ բիրտ եւ կոշտ միջոցներով ցույց տալով, որ ժողովրդավարությունը նաեւ կոշտ միջոցների պաշտպանության կարիք ունի եւ այդտեղ օրինական եւ որևէ հարց չի կարող լինել։ Այն ինչ Հայաստանում առասարակ մենք չտեսանք, ավելին մենք տեսանք, որ ժողովրդավարությունը ասոցացվեց թուլության հետ, կամազրկության հետ եւ այն բոլոր հավակնությունները, որոնք պետության նկատմամբ հիմա շատ քաղաքական շրջանակներ հանդես են բերում, նաեւ նրա համար է, որ գործող իշխանություններին նրանք համարում են թույլ, ժողովրդավարությունը համարում են անպետքություն եւ հասկանում են, որ իշխանությունները այսպես համարցակ գործողությունների, խիզախ գործողությունների չեն գնալ, վերջնական որովհետև տեսնում են նաև, որ իրավապահ համակարգն է էրոզիայի եւ դեգրադացիայի ենթարկված եւ այս համակարգային 2020 թվականի նոյեմբերի 9-ի 10-ի գիշերվա այդ վակխանալը ցավոք սրտի մարսվել է, դա մարսել տալով այս շրջանակները տեսնում են, որ իսկ ինչու մարսել չտալ ավելի մեծ բան, մի քիչ այլ բան, ավելի հարմար պահի, ավելի բարձր նշաձող դնել, այո, իսկ ինչու ոչ, եւ նրանք հետ չեն կանգնի դրանից, քանի չհասկանան, որ մի այսպես հաստ մահակ կախված է իրենց գլխից եւ իջնելու է իրենց գլխին հատ գլուխ առ գլուխ, ով որ դուրս կգա պետության դեմ։ Իրանք չունեն այդ զգացողությունը։ Այսօր միջին վիճակագրական քրեականը վախ չունի միջին վիճակագրական ոստիկանից, այսպես ասեմ։ Այլ ունի առհամարան, լտուկով եք։ Now, Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորվեց 2 ամսով, բայց Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ ազատության մեջ։ Հիմա այս անոմալիան ոնց բացատրել։ Դե անոմալիան, տեսեք, հիմք կա, որով կալանավորվել է
Արագածոտնի մարզի այդ թեմի առաջնորդը։ Հասկացանք, մեզ ասում են, որ հիմքը կա, բայց մենք այդպես էլ չհասկացանք։ Այդ ինչպես է ստացվում, որ հիմք չկա անելու նույնը նույն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ամենայն հայոց կլուչնիկ Աղվան Հովսեփյանի եւ այլ երևելիների համար եւ ստացվում է, որ այդ անդիմախոսներն էլ ասում են, որ դե տենում եք ընկել եք եկեղեցականների հետ։ Չէ, Քոչարյանն էլ ասում է ինձ 7 տարիա չեն կարողանում դատել։ Հա, բայց ճիշտ է ասում։ Եվ ձեռը առնելու բոլորիդ։ Այո, որովհետև եւ կանգնելու է ցուցմունքի տեղը 3 ժամանոց ասուլիս։ Չեմ կարող ուղղակի չհիշատակել Ֆրանսիայի ազգային խորհուրդը նախորդին որոշում է կայացրել Մարին Լեպենի վերաբերյալ, որը վիճարկում էր փաստորեն սահմանադրական դատարանի որոշումը, ըստ որի 2027 թվականին արգելում էր իրեն մասնակցել հափշտակության համար, պետության միջոցները ուրեմն հափշտակելու համար եւ նա ուրեմն առաջիկա իդեպ ամենաազդեցիկ ընդդիմադիր հակառակորդն է եւ մրցակիցն է գործող իշխանության, նրան ուղղակի արգելվում է 27 թվականի նախագահական ընտրությունների մասնակցել։ Ահա թե ինչպես է։ Դեմոկրատիայից բան չեն հասկանում։ Այո։ Բայց հասկանում է, ասենք թե մեր պետաիրավական հանձնաժողովի նախագահը օրինակ։ Ուժեղ հասկանում է, դեռ չեն հասկանում։ Վերջ։ Եվ արդյունքում ունենք այս որի տված եզրակացության հիման վրա 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի ահռելի աշխատանքը տարիների զեկույցը գնում արխիվ։ Եվ դա համարվում է ճիշտ է։ Տարվում է հետևողական քարոզչություն, որ այնտեղ անհերքելի ապացույցներ են ի հայտ եկել ուրեմն այնպիսի հանցագործությունների, որոնք կարող էին ուղղակի աննպաստ լինել շատերի համար եւ այսպես տարակարծությունների, տարատեսակ մեկնաբանությունների առիթ է ուրեմն անլրջացնելու համար ստեղծելու բոլոր հիմքերը։ Բայց ամենակարևորը շատ լուրջ է, որ սրա հիմքում կրկին Ռուսաստան կա, Ռուսաստանի մեղսակցության, դավաճանության հարց կա եւ գոնե այդ հանձնաժողովի նախագահի հարցազրույցների շատ այսպես տողատակով արված ակնարկները ցույց են տալիս, որ այդ զեկույցում հստակ ուրեմն ապացույցներ կան Ռուսաստանի դավաճանության վերաբերյալ, որոնք իրագործվել են ներքին իր գործակալական ցանցի միջոցով։ Դե հիմա ասենք թշնամությունը սա։ Ուղղակի որպես հակառակորդ, որպես թշնամի երկիր, որը քողարկված է եղել դաշնակցի կարգավիճակով։ Ամբողջ հարցը սա է։ Լավ, բայց մեր հետևությունը եւ մեր քայլերը, որոնք են եղել այդ ամբողջ իրողություններից հետո։ Չի եղել է խոսակցություն ընդամենը։ Առանձին sense թշվշանք, դժգոհություն, նեղանալ եւ չգիտեմ ինչ որ միջոցառումների չգնալ, բայց իրավապայմանագրային բազայի վրա դա որևէ ձևով չի ազդել։ Որևէ ձևով եւ հայտարարվել է գոնե այս տարի ամռանը, երբ Լավրովը Երևանում էր, որ վերաֆորմատավորման անհրաժեշտություն չենք տեսնում հարաբերությունների եւ որևէ կերպ դրանք փոփոխության չեն ենթարկվում։ Ինչը որ աբսուրդ է եւ ես շատ պիտի ուզեի, որպես օրակարգ սա ընդդիմության հենց այս հարցերը գային, որովհետեւ ԱՊՀ-ում մեր գտնվելը շատ ու շատ պայմանագրերով կաշկանդում է Հայաստանին եւ սպառնալիք է Հայաստանի լրջագույն խնդիր է ստեղծում այնպիսի թշնամական երկրների օրինակ պահանջները իրականացնել, ինչպիսին Բելարուսն է։ Հիմա Բելարուսը ապացուցված ամենաբարձր մակարդակով ցույց է տվել, թե 20 թվականին ինքը ինչպես է աջակցել Ադրբեջանին եւ շահագրգռված եղել Ադրբեջանի հաղթանակով։ Հիմա ԱՊՀ-ում Բելարուսը պահանջում է ինչ որ իր համար անցանկալի որևէ քաղաքացու, որը Հայաստանում ապաստան է գտել, արտահանձնել։ Սա ամենասարսափելին է եւ այդ պարտավորությունները
ԱՊՀ-ով են սահմանված։ Հիմա մեզ ասում են դրա անհրաժեշտությունը չկա վերադառնալու։ Ինչն է մեզ պահում ԱՊՀ-ում։ Ինչն է մեզ պահում խեղդված պահում ԵԱՏՄ-ում, որը ըստ էության ոչ թե մեր տնտեսական զարգացման, այլ մեր տնտեսությունը ամեն օր ավելի խեղդելու։ Հիմա հայկական տրանսպորտը այլևս կարող է Ռուսաստանի տարածք չթողնել։ Բաց տեքստով մեզ հիմա ասում են, որ ընդհանրապես բեռնափոխադրողներին կարող է հիմնահատակ արգելեն մտնել Ռուսաստանի տարածք։ Եվ բերեք սահմանին թողեք մեր տեղը։ Փորձում են դա նաև Հայաստանի ներքաղաքական իրողություններով փաթեթավորել, որ գործող ընդհանրապես քաղաքական կուրսն է մեղավոր, եւ մենք տեսնում ենք դրա շոշափուկները, այսինքն մենք ԵԱՏՄ-ում գտնվելը շարունակում է քաղաքական ազդեցության ուրեմն որպես գործիք օգտագործել Հայաստանի դեմ։ Նույնը հապկի վերաբերյալ։ Մենք Միացյալ հետ հիմա պաշտպանության նախարարը ահռելի կարևորության պայմանավորվածություններ է կարողանում։ Իդեպ երեք էլ Հեքսեթի տեղակալ քաղաքական հարցերով հանդիպում ապրել։ Ես շարունակում եմ հետևել այդ հանդիպումներին, որտեղ արդեն երրորդ օրն է, եթե չեմ սխալվում, նախարարը այնտեղ է։ Մենք խոսում ենք բանակի ռեֆորմների մասին, մենք խոսում ենք Միացյալ Նահանգներ Հայաստան պաշտպանական անվտանգային համագործակցության մասին։ Միաժամանակ մենք տեսնում ենք տարածաշրջանում ահռելի զորավարժություններ, Իրան-Ադրբեջան զորավարժություններ, Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիայում զորավարժություններ, եւ Հայաստանը պետք է կարողանա գտնել այս տարածքում, այս միջավայրում ուրեմն իր համար այնպիսի դաշնակիցներ եւ այնպիսի խնդիրներ, որոնց շուրջ նաեւ զորավարժություններ կլինեն եւ կլինի համարժեք արձագանք այն զորավարժություններին եւ այն միտումներին, որոնք արկա են տարածաշրջանում, փոքր տարածաշրջանում, մեծ տարածաշրջանում, որտեղ մենք տեսնում ենք, որ մեծ մերձավոր արևելքի ամբողջ անվտանգային պատկերն է փոխվում։ Եվ Շարմ էլ-Շեյխի խաղաղության գագաթնաժողովը, այնտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությունը, որը խորհրդային երկրի նախկին ամբողջ տարածքից ընդհանրապես այս երկու երկրներն էին այնտեղ։ Դուք հասկանում եք, Ռուսաստանն ու Չինաստանը չեն հրավիրվում Շարմ էլ-Շեյխ, Հայաստանն ու Ադրբեջանն են հրավիրվում։ Այս ուղերձները չհասկանալ եւ դրանից հետեւություն չանել, թե մենք ինչ տնային աշխատանք ունենք անելու զուգահեռաբար, որ այդտեղ մասնակցելով չի մենակ։ Դու պիտի գաս տանը, անես քայլեր, որոնք այս կամ այն կերպ քո հիմնական դաշնակիցներին, այստեղ Եվրամիություն, Միացյալ Նահանգներ կօգնի, որպեսզի ավելի ազատ, ավելի անկաշկանդ կարողանան Երևանի հետ հարաբերվեն, երբեք ու երբեք չտատամսելով, կարող է 2013-ը կրկնվի։ Կարող է 2013-ը կրկնվի եւ մեր այդ խայտառակ հիվանդության պատմությունը, այդ անամնեզը, որ մենք անընդհատ դնեն մեր առաջ։ Մենք այստեղ ահռելի առաջընթաց ունենք եւ առավելություն ունենք վրացիների նկատմամբ։ Իդեպ ասեմ, որ վրացիների այս շրջադարձը ուղղակի մեր հիվանդության պատմությունը էապես ստվերել է։ Եվ լավ է այն իմաստով, որ իհարկե որ մեր հիվանդությունը մոռացել են, բայց լավ չի, որ մեր հարևան Վրաստանը եւ որի հետ մենք այսպես ասենք առաջադիմելու համատեղ հնարավորություններ ունենք չռեալիզացված եւ շատ դժվար կլինի Հայաստանին կղզիացած այս ավտորիտարիզմի այնպես ինչպես դժվար էր Վրաստանին այնպես ինչպես դժվար էր այո առաջ գնալ եւ մի ոտքից Ադրբեջանն էր կախված մյուս ոտքից էլ Հայաստանը երկուսն էլ ավտորիտար եւ անազատ երկրներ Հիմա մենք տարբեր ուղղություններով ահռելի երկկողմ պայմանավորվածություններ ենք ձեռք բերում Միացյալ Նահանգների հետ, իդեպ ասեմ, որ պետքարտուղարությունում հատուկ դեպարտամենտներ են կազմավորվել տրիպի հետ կապված, առաջիկայում կոնսորցիումի վերաբերյալ արդեն հայտարարություն կլինի, հայ-ամերիկյան այդ համատեղ ընկերությունը հավանաբար փակ բաժնետիրական ընկերության ֆորմատով կհայտարարի իր ստեղծման մասին, մենք հավանաբար ամիսների կտրվածքով, մոտ 6 ամսվա կտրվածքով նախանշված է հիմնարկեքի արարողություն տրիպի, սրան մենք պիտի պատրաստ լինենք ու տեսնում ենք, որ մենք արագության առումով
թե որքան կարևոր է մեզ համար, բայց մենք զիջում ենք ամերիկացիներին եւ հատկապես որակի կոմպետենցիա, գիտելիք, հմտություն, ու այստեղ ես կուզեի հատկապես նշել, որ մեր քաղաքական միջավայրից մենք ենք, որ Սփյուռքի նշանակությունն ենք հատկապես կարևորում, ամերիկահայության մասնակցությունն ենք հատկապես կարևորում եւ մեր ընկերները, նաեւ լոբիստ ընկերները, ովքեր ահռելի աշխատանք են կատարում Միացյալ Նահանգներում, նրանց հետ համատեղ կարծում եմ մենք ահռելի գործ ունենք անելու, որպեսզի օգնենք Հայաստանին, Հայաստանի պատասխանատու պաշտոնյաներին համապատասխանել բանակցության այն որակին, որը պահանջում է ամերիկացիների հետ լուրջ խոսակցություն վարելու, որպեսզի հանկարծ նրանց մտքով չանցնի, որ Հայաստանը անպատրաստ է եկել այդ բանակցություններին։ Կամ մեր կոմպետենցիայի մակարդակը անլրջության նշաններ ցույց տա։ Եվրոինտեգրման քաղաքական կուրսի մեկնարկի օրենքով ամրագրումը Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերությունը ենթադրում է մեծածավալ ներքին տրանսֆորմացիաներ։ Դա պետք է ունենա իր քաղաքական օրակարգը։ Մենք դա չունենք, մենք դա հատվածային ինչ-որ գործողություններ կամ կտեսնենք կամ չենք տեսնի։ Միտեղ կտեսնենք, մյուստեղ չենք տեսնի։ Պատկերացում չկա, տեսլական չկա։ Այդ տրանսֆորմացիաների համար շատ կարևոր է քաղաքական միջավայրը փոխվի։ Չի կարող տրանսֆորմացիան լինի այսպես չգոյության պայմաններում։ Դե երբ որ քաղաքական միջավայրը, որը դուք մատնանշում եք, ներծծված է քաչալ շնով եւ գող կատվով, այս խոսակցությունը մնում է ուտում, որը հիմա լրացվում է կրիմինալով, որը հիմա լրացվում է աղմուկով, այս եկեղեցականների կալանավորումներն էլ դառնում են հերթական այսպես մեծ աղմուկ, որպեսի հանկարծ ռացիոնալ քաղաքական բովանդակություն չհնչի, մենք այս կարևոր քննարկումները փոխարինվեն ուրեմն քաչալ շուն գող կատու ուրեմն այս խայտարակ դիսկուրսով։ Դե չեմ խոսում, որ մեր արդարադատության այդ թեմիսը ուղղակի անբարոյական է իր բոլոր բառիս ամենախորհրդանշական եւ ամբողջական իմաստով։ Եվ ահա տեսնում եք պատկերը։ Ցավոք սրտի։ Եվ իհարկե մենք շարունակում ենք որպես քաղաքական ուժ պահանջել, որպեսզի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը արագ իրավական եւ քաղաքական գործողությունների այսպես հրամայական դառնա եւ իրագործվի եւ պետությունը զեկուցի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ինչ է արել ի կատարում ընդդեմ Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու հրաման տված պատասխանատուները, իսկ դրանք ահռելի շրջանակ են կազմում, ու պիտի ասեմ, որ այդ բոլոր հանցագործները սահմանադրական կարգը տապալելու այդ 0038 հրամանի ուղղակի եւ անուղղակի մասնակիցները հիմա քաղաքական process-ների մեջ են, ակտիվ դերակատարներ են, ել չասեմ, որ դրանցից շատերը Նաիրի Հունանյանի գործակիցներն են եւ նրան ոգևորողները Նաիրի Հունանյանը անձամբ է ինձ պատմել եւ այս բոլորը մեր պետության թուլության, մեր պետության անլրջության այս իրողություններին լուրջ չվերաբերելու հետևանք է եւ մարդիկ ավելի հետեւողականություն են պահանջում եւ մենք այդ պահանջի կողքին ենք մենք շարունակում ենք հանդիպումներ մարզերում այդ մարզային հանդիպումները իդեպ ահռելի մեծ տեղեկություն են տալիս թե ինչպիսի հասարակական տրամադրություններ են մեր երկրում առասարակ համենայն դեպս որոնք դրամագծորեն տարբերվում են նրանից ինչ մենք ստանում ենք գոնե հեռուստատեսությամբ որտեղ գետնի վրա տեսնում ենք խայտարակ պատկեր բժիշկ չկա տրանսպորտ չկա ճանապարհ չկա այսինքն հանապազորյա նորմալ կյանքի համար այդ նվազագույն պայմանները չկան ու վերամբարձ Ամերիկա, տրիպ, անվտանգություն, պաշտպանություն, այս խոսակցություններից անդին շատ կարևոր է որպեսզի մենք արագ հասնենք մարդկանց
ամենօրյա առօրյա կարիքներին։ Մարդկանց համար տանելի պայմաններ ստեղծենք։ Տեղում դա բան փոխում է, թե չէ։ Տանելի պայմաններ ստեղծենք ապրելու համար, բարձր աշխատավարձ, աշխատատեղ եւ ուրեմն այնպիսի ենթակառուցվածքներ, հզորություններ, որոնք ապրելու հույս կտա մարդկանց վաղվա նկատմամբ հավատ կարտնացնի, այս շատ կարևոր է։ Ինչպես նաև արդարության զգացողություն մարդկանց մեջ, որը հիմնական նաև արդարադատության ծանր ձեռքի, ծանր եւ արդար ձեռքի այդ զգացողությունը, որ մարդիկ հասկանան, որ պետության մեջ տիրություն կա, հա, այսպես ասած։ Մեզնից գոնե հենց այդ են պահանջում մարդիկ, որովհետև մենք տեսնում ենք, որ գոնե վերջին 7 տարիների փոփոխության հույսը հենց արդարության հաստատումն է եղել, ինչը տոտալ պետք է ասել, որ ձախողված է անկախ նրանից, թե 5 տարի առաջ ինչ էին ճոճում ժողովրդի առաջ մուրճի տեսքով եւ փորձ են անում հիմա նորից այդ մուրճով ուրեմն խոստանալ, որ արդարադատության կամ արդարության հաստատման ուղղված ցանկացած քայլ, որը կարվի այդ ուղղությամբ մեր կողմից միանշանակորեն ողջունելի կլինի։ Եթե այդ ամենը 3 տերորիստական ցանցեր են բացահայտվել, ապրեք, բայց էլի գալիս ենք նրան։ Ախր ֆիգուրանտները մարտի 1-ի 20 տարի երկիրը կրիմինալ դիկտատուրայի ճիրաններում պահած այդ հանցախումբը մինչև հիմա ուղղակի ծիծաղում է մեր բոլորի վրա եւ քաղաքացիների եւ պետության։ Ո՞նց եք դուք դրա առաջ սենց անկրկել ու սենց անճարակությունից ասում եք, բա ինչ անենք։ Կամ նեղանում, որ գնում ենք ինչ որ ճանապարհ բացելու կամ ջրագիծ բացելու, մարդիկ փոխանակ դրանից խոսեն, ասում են ինչի Սերժ Սարգսյանը նստած չի մինչև հիմա։ Կամ այդ խայտարակ ուրեմն ծիծաղելի այդ մեղադրանքներով տանել դատարան եւ մարդկանց ամեն օր ավելի հիասթափեցնել եւ իսկ ինչով են տարբեր տերորիստական խմբավորումների պարագլուխները Ռոբերտ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից։ Ի վերջո նրանք նույն ահաբեկիչներն են պետության դեմ, պետականության դեմ եւ նրանց գործած հանցագործությունները մեր պետության դեմ, ժողովրդավարության դեմ, մեր պետության դեմ շարունակում են ուղղակի, այո, այդ հետևանքները մենք մինչև օրս, այո, մնում ենք, այո, դրա լծիտակ, դրա խայտարակ ազդեցության տակ։ Շնորհակալություն այս զրույցի համար, այո, մենք շարունակենք հետևել իրադարձություններին, այս ձևաչափով կշարունակենք նաև քննարկել մերթ կարծում եմ սա նաև մեր ժողովրդի համար հետաքրքիր կլինի, որպեսզի ավելի լավ պատկերացնեն ընդհանրապես գործընթացների տրամաբանությունը, խորքը, որտեղ մակերեսի վրա բոլորովին այլ իրողություններ են, մամուլը թույլ չի տալիս, որպեսզի մարդիկ ավելի անդին տեսնեն պրոցեսների հիմնական այսպես միտումները։ Դե ինչ, քանի որ այս խոսակցությունն էլ այսպես հետադարձ կապի այսպես ձևերից մեկն ենք մենք պատկերացրել, նաև կոչ անենք, որ մեկնաբանեն, քննադատեն մեզ համաձայնություն, անհամաձայնություն, առաջարկություններով հանդես գան։ Մենք շարունակելու ենք մեր ընթացքը, մեր աշխատանքը։ Շնորհակալություն։ Ամենայն բարիք։ Կհանդիպենք։